1993-ի այսօրերին Գյումրիի օդանավակայանում վթարվում է Ան-24 բեռնատար ինքնաթիռը։ Վրաստանի քաղաքացի Սմբատ Մարտիրոսյանը միակն է, որ կենդանի է մնացել։ Նա հրաշալի է հիշում թռիչքի վերջին մանրամասները։ Կրասնոդարից Գյումրի ուղևորված ինքնաթիռը վայրէջք է կատարել ուժեղ մառախուղի պատճառով գրեթե զրոյական տեսանելիության պայմաններում։ Զոհվում են անձնակազմի 5 անդամներն ու 30 ուղևորները։ 1996-ի այսօրը Երևանում բացվում է մետրոյի թվով 10-րդ կայարանը։ Չարբախ կայարանը կառուցվում է ընդամենը մի քանի ամսում։ Դա բացատրվում է նրանով, որ եւ ճանապարհը եւ կայարանը վերերկրային են։ Այստեղ է վարչապետ Արմեն Սարգսյանը եւ քաղաքապետ Վանո Սիրադեղյանը։ 1996-ի այսօրերին մետրոյից օգտվում է Երևանի ամեն 10-րդ բնակիչը։ 1997-ի այսօրը վառվում են Հանրապետության հրապարակի մայր տոնածառի լույսերը։ Ամբողջ կյանքում սենց բան տեսած չկա։ Ինչ խոսքը, այս տարի ավելի ճոխ է, քան անցած տարի։ Արարողությանն իր ընտանիքի հետ ներկա է քաղաքապետ Վանո Սիրադեղյանը։ Երեխաները նվերներ են ստանում, սակայն նրանք եւ նրանց ծնողները դեռ սպասելիքներ ունեն ձմեռ պապից։ Բացի, ինչ որ մտահ է։ Դպրոց գնային առանց վճարելու։ Ամենայն բարիք, միայն պատերազմ չլինի։ Կամերային երաժշտության տանը 1998-ի այսօրը դրված է ՀՅԴ բյուրոյի երբեմնի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի դին։ Նա մահացել էր 4 օր առաջ, 70 տարեկան հասակում։ Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով Մարուխյանը Հայաստանից արտաքսվել էր 4 տարի առաջ։ 1999-ի դեկտեմբերի 25-ին խորհրդարանի հիմնական զեկուցողը Հանրապետության զինվորական դատախազ Գագիկ Ջանգիրյանն է։ Նա ներկայացնում է հոկտեմբերի 27-ի նախաքննության առաջին արդյունքները։ Կարեն Դեմիրճյանի արմի վրա արկային եղել 3 հրազենային ունեցված։ Ելույթ է ունենում նաև ոճրագործության ուղղակի տուժողներից մեկը Անդրանիկ Մանուկյանը, որը բողոքում է, որ որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ պահանջում են, որպեսզի նախաքննությունը շոյիչ քաղաքականություն տանի Հունանյանի եւ իր խմբի հանդեպ։ Լիմոնոկ էին տալիս կագեբին պատվանում։ Այդ պայմաններում ցանկացածներ բանցակոս կդառնան եւ կգնան մարշալական կդառնան։ Երևանի թիվ 124 դպրոցը այսօրվանից կրում է հոկտեմբերի 27-ին սպանված Արմենակ Արմենակյանի անունը։ Քաղաքապետն այդ մասին որոշել էր նոյեմբերի 16-ին։ Անդրանիկ Մանուկյանն այս արարողությանն էլ խոսք ունի ասելու, նա վրեժ ունի լուծելու։ Ես ավելի շուտ եմ վիրավորվել, քան Արմենը։ Արմենը ինձանից հետո է զոհվել։ Բայց նա արժանի չէր սրիկանների գնդակին։ Ես հուզվում եմ, չեմ կարող խոսել, որտեղ կներեք, առողջական վիճակս մի քիչ լավ չի, բայց կարող եմ մի բան խոստանալ, որ Արմենի վրեժը ես եմ լուծելու։ Տոնածառի Տոմսի համար։ Տոնածառի Տոմսն ասել ու մեկել եկել է։ Տոնածառն այստեղ ոչ մի կապ չունի։ 2000-ի այսօրը երեխաները չգիտեն էլ, որ իրենց բերել են կապի նախարարության մոտ, որպեսզի նրանք բողոքեն նախարարության եւ Արմենթելի դեմ։ Նրանք անջատել են դպրոցների եւ մանկապարտեզների հեռախոսները։ Մինիստրները վարչապետությունը ինչ ուզում են թող անեն, բայց երեխաների իրավունքները չոտնահարեն։ Իրականում Արմենթելն անջատել էր հենց այս մարդու Ալեքսանդր Գիվոևի գրասենյակի հեռախոսները, որն էլ Տոնածառի Տոմսերի անվան տակ բողոքի էր բերել երեխաներին։ Եթե մենք չանենք, վաղը կասեք ինչպես եք դուք երեխաների իրավունքները պաշտպանում։ 2001-ի դեկտեմբերի 25-ին հոկտեմբերի 27-ի նախաքննական մարմնի ղեկավար Գագիկ Ջանգիրյանը լուրջ դժգոհություններ ունի խորհրդարանում ձևավորված 27-ի գործով ժամանակավոր հանձնաժողովից։ Իր ղեկավարած մարմնին մեղադրում են, որ բռնություններ է գործադրել մեղադրյալների հանդեպ։ Ելույթներ են ունենում, իրենց քաջագործություններն են ներկայացնում, երբ որ այդ հանձնաժողովի որոշ անդամների տաբելային զենքը նայրին դահլիճում ձեռքներից վերցրել է։ Այդ որ տենց քաջ ու համարցակ էին, մեկն էլ հաներ մի հատ կրակ էր էլի, կարող եմ ինչ-որ բան փոխվեր այդ դահլիճում։ Հանձնաժողովի դեպ որոշել է նաև բռնությունների գործով հրավիրել եւ արձակրնել զինդատախազության քննիչներին։ Ոչ ոք իրավունք չունի քննիչին հրավիրել, բացի այն դեպքերում եւ հիմքերով, որը նախատեսված է քրեական դատավարության օրենսգրքում։ Մոռանում են նաև, որ կա հանրապետության նախագահի կարգադրություն, որով արգելվում էր վարույթում քննվող գործերով ազգային ժողովին ուրեմն զեկուցումներ ներկայացնել։ Նույն օրը լեզվի պետական տեսչությունն ահազանգում է համակարգչային ծրագրերում ու տառը չկա, գրելու համար երկու գործողություն է պետք։ Կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի նիստն այսօր գրեթե միայն այդ հարցն էր քննում՝ ինչպես աշխատեցնել ու տառը։ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը 2009-ի այսօրը անդրադառնում է այն հարցին, թե կարելի է փակված համարել մարտի 1-ի էջը։ Մարտի 1-ը դա էջ չէ։ 1
Եվ երկրորդը, այդ էջը փակելու եւ բացելու մասին խոսք չպետք է լինի։ Մի կողմը խոսում է փակելու, մյուս կողմը բաց պահելու։ Եթե բոլոր հարցերը լուծվեն էլ, դա մեր հիշողության մեջ պետք է մնա։ Նույն օրը ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն Արտաշես Գեղամյանին մեղադրում է անկայուն կեցվածքի համար, վերջինս ասել էր, որ 2007-ից պաշտպանում է Սերժ Սարգսյանին։ Ես ձեզ ասեմ մի բան, տղան տղա պետք է մնա։ Եթե ինքը համ աղջիկ է, համ տղա, դա արդեն ուրիշ ձև է կոչվում։